Ես ողջունում եմ օրենքի խստացումը, շատերը կասեն դա անձնական բանից ելնելով, որ շատ հաճախ զոհ եմ դառնում, բայց հեչ անձնական չի, որովհետև ես նաև իմ հարևանների անունից, բարեկամների, հարազատների, ծանոթների եւ բազմաթիվ քաղաքացիների, որոնք հաճախ զոհ են դառնում եւ ի վերջո մեղավորները չեն պատժվում, ես կարծում եմ օրենքը պետք է խստացվի եւ խիստ պատժի արժանանա, իհարկե նաեւ շատ կարևոր մի հարցի մասին եմ ուզում խոսամ, որի մասին քիչ առաջ ես բարձրաձայնեցի, ասեցի, օգտվելով առիթից, որ դուք ստեղ եք, նաեւ այս հարցում կարևոր, եթե օրենսդրական փոփոխություն կա վերը նշված հարցի վերաբերյալ այդ թվերանոցների հետ կապված, այ մեր դպրոցականներն են, այստեղ մատաղ սերունդն է եւ շատ կարևոր է, որ եւ ստեսություն ձեզ։ Շատ կարևոր է, որ այս հարցում բոլորը համագործակցեն, սկսած դպրոցից, մանկավարժներից, դպրոցի տնօրեններից, նաեւ նորից եմ կրկնում, շատ խիստ պատժի պիտի արժանանան այն մարդիկ, որոնք որ զբաղվում են թմրանյութի շրջանառությամբ, կամ այն դեռահասները, որոնք որ սա մեր անվտանգության խնդիրն է, ազգային անվտանգության հարց է, եւ սրա հետ կապված նաեւ այն մարդիկ, որոնք որ պատասխանատու են, նաև այն վարչությունը, որը որ պատասխանատու է սրա հետ կապված, եթե օրինակ աշխատողների սակավության հարց կա, ասենք փոքրաթիվ են եւ չեն կարողանում սա այս հարցը պահել իրենց տիրույթում, եթե ավելացնելու խնդիր կա, ավելացնենք։ Նորից եմ կրկնում, անչափ կարևոր հարց է եւ հենց այս հարցի վերաբերյալ պիտի հետեւողական լինենք։ Այսինքն, այդ որ կանխարգելի իշ դաստիարակչական, բանը բանին տվել անցել է, այլ դրանց հետ դաստիարակչական աշխատանք չի կարող լինի։ Եթե այդ գործով են զբաղվում, այլ դաստիարակչականը միջև է դա։ Դաստիարակչական չի կարող։